5 տարեկան փոքրիկ աղջնակի հորը Վանից գաղթելու ճանապարհին սպանել էին, եւ նա մոր ձեռքը բռնած 15 օր շարունակ բոբիկ ոտքերով քայլելով հասել էր Վաղարշապատ։ Երբ հաստատվում են Վաղարշապատի միաբաների երկհարկանի շենքի մերձակայքում, փոքրիկ աղջիկը իր ճաքճքած ու վերքերով լի ոտքերով ամեն օր գնում էր մոտակա աղբյուրը ջրի եւ հերթ կանգնում։ Հենց այդ հերթում էլ նրա բոբիկ ոտքերը գրավում են բանաստեղծի ուշադրությունը։ Ով էր այդ բանաստեղծը։ Ապակա դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանն էր այդ աղջնակը։ Հետագայում նա պատմել է. մի մարդ մոտեցավ, նայեց ինձ քրքրված շորերիս, ճաքճքած ոտքերիս ու հարցրեց, թե ինչու են ոտքերս այդ վիճակում։ Ասացի՝ կոշիկ չունեմ։ Հետո ինձ թղթե դրամ տվեց ու ասաց. մորդ կասես, որ սրանով քեզ համար կոշիկ առնի։ Վազեցի մերոնց մոտ, դրամը տվեցի մորս ու պատմեցի եղածը։ Հարցրին, ով էր այդ մարդը։ Նայեցի աղբյուրի կողմը, տեսա այն մարդը դեռ այնտեղ է։ Ցույց տվեցի։ Ասացին Հովհաննես Թումանյանն է։